Ինքն է Սարգիսի հետ սկսել խոսել, ասել պապա դու այնտեղ ուրիշ ես, այստեղ դու ով ես, Հելենայի դու ով ես։ Ես ու Էվանը մեծ աղջիկս ավելի շատ ոնց որ իրար հետ էինք համակարծիք։ Ու մի օր նստեց, ասեց խնդրում եմ ուղակի լսի, եթե դու չես ուզում, քեզ ոչ մեկ ստիպելով չի տանել։ Ուղակի արի լսենք, հասկանանք ինչի համար չես ուզում։ Ու ինքը ինձ մի քանի շատ կարևոր հարցեր տվեց, ես զգացի, որ չունեի պատասխան ու հասկացա, որ պետքա սկսել մտածել։ Սկսեցի մտածել, ոնց որ իմ մեջի այդ ցավը խնդիրը հասկացա, որ դա ուղղակի ինչ որ երևակայական մի բան է, ու երևի այդ կարոտը կամ ինչ որ չափով ես երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ հայրենիքից գնամ, որովհետև միշտ ինձ շատ լավ եմ զգացել։ Ու երբ որ զուտ հասկանալով ամուսնուդ էմոցիոնալ վիճակը զգում ես, որ չէ, այդ պահին ճիշտ էր դա ու հիմա այդ հնարավորություն ասեն սխալ էր թե ճիշտ, շատ ճիշտ էր, որովհետև շատ էր դա պետք, որովհետև եթե մենք մնանք, ես չգիտեի դեպի ուր կգնայինք, բայց ամենայն դեպս հոգեվիճակը տանում էր դեպի բացասական կողմ ու այդ պահին քանի որ չես էլ կարում հարցի լուծում տաս, ավելի լավ է որոշ ժամանակով գնաս, բայց երևի ինքը իր մտքի մեջ գիտեր, որ որոշ ժամանակով է, ես էլ գիտեի, որ վերջ։ Դրա համար երբ կարծում եմ ոնց որ բախումը տեղ էր, որ երկուսից մոտ տրամադրվածությունը տարբեր էր, դրա համար երբ որ ես գնացի, ես գիտեի, ես այդտեղ եմ, հիմա պետքա այդտեղ ինչ-որ գործ անեմ, իսկ իր մոտ ավելի դժվար, դեռ ինքը մտածում էր կարողա, որ չգիտեմ, հետ գնանք։ Իսկ ձեր հետ գալը նույնիսկ կարող են կապել նրա հետ հասարակության կարծիքի հետ, որ չէիք ուզում հետ գալ, որովհետև դուք արդեն հայտարարել եք, գնացել եք ու հասարակությունը մեր այնպեսին է, որ կարող է այնպեսի կոմենտներ գրել, որ ձեր իսկապես հոգեվիճակի, առողջության վրա, ամեն ինչի վրա ազդել։ Դա հավատացեք ինձ վրա դա բացարձակ չի ազդում, իրոք ամենայն անկեղծությամբ եմ ասում, երբեմն երբ որ ազատ ժամանակ լինում է, զուտ հետաքրքրության համար հետաքրքիր է ինչպես են քեզ ընկալում, բայց նույն լինում են նաև շատ sense դրական լավ նամակներ, այսինքն որի համար դու շատ շնորհակալ եւ լինում են հակառակ абսուրդի չափի հասնելու, որ ասում ես լավ ոնց կարա օտար մարդը չճանաչելով քեզ նստի այդքան իր կյանքի թանկ ժամանակը հատկացնի գրի մի անհեթեթություն, որ բացարձակ ճշմարտության հետ կապ չունի։ Դա պետք է որպես ինֆորմացիա, բայց եթե այդ պահին դու սկսես մտածել, երբ որ մենք այդ պահին ասում էինք մենք մնալու ենք այստեղ, դա բացարձակ ճշմարտություն էր մեր համար, բայց ուղղակի կողքից մարդիկ դա այնքան sense կարևոր է, բայց կյանքը փոփոխության մեջ է։ Դրա համար ես ինքս ինձ համար ունեմ մի քանի ոսկե կոն, ես երբեք չեմ ասում, երբեք, որովհետև չենք իմանում վաղը ինչ կլինի, ինչից ինչ որոշում դու կկայացնես, դրա համար կարևոր է այդ պահին տենց զգացողությունը, դա չի նշանակում, որ դու թռիվռի կյանքով ես ապրում, այսինքն դու կոնկրետ այդ որոշմանը երկար ժամանակ ես հատկացնում ու ուզում ես հասկանաս ճիշտ է թե սխալ, բայց որ այդ որոշումը կարա որոշ ժամանակ հետո փոփոխվի, դա նորմալ է։ Հենց դա նայեք, ամբողջ խնդիրը նրանում է, նույն ընտեղի մեր ընկերները որ կան, որ եկել են, որը որ նաև ես ունեի այդ խնդիրը, որ մտածում են վերջ, այսինքն դեռ իրանց մոտ ամեն ինչ վատ է, ամեն ինչ այստեղ ծախել են, գումարային, այսինքն պետք է հասկանաս, հանուն ինչի համար եմ ես այստեղ, հանուն ինչի եմ կարոտում իմ ծնողներին, իմ տունը, իմ մանկությունը, իմ ջուրը, իմ հողը, հարսանիքների ընթացքում միշտ բախվել ենք այդ նույն խնդիրի, որ մեծերը, տատիկներն ու պապիկները բոլորի աչքերին արցունք կա։ Բոլորը ասում են ես կուզենայի, ասենք իմ թորս հայրենի հողի վրա, որ հարցնում ես ինչի չեք գնում։ Ոչ մեկ այդ պատասխանը չունի։ Ու ինձ թվում է հենց այդ խնդիրը այդ որոշման մեջ է, որ մարդու ենթագիտակցության մեջ կա, որ իմ մոտ էլ դա կար, ոնց որ պարտության պես ինչ որ մի բան, որ դու հետ գնաս, ուրեմն չգիտեմ, չի ստացվել կամ բան, բայց մենք հետ չենք եկել, որովհետև մեզ մոտ այնտեղ չի ստացվել։ Հետ ենք եկել, որովհետև մեր արժեքներն ա փոխվել ու հասկացել ենք կարևոր ու անկարևորը։ Դուք Հայաստանից գնացիք Հայաստանի համար, էլ են շատ ցավոտ, շատ վատ շրջանում, հետ պատերազմական դեպրեսիա էր ու մարդիկ չարացած էին, շատ չարացած։ Ու ձեր գնալուց արդեն երբ որ հայտարարեցիք, որ գնում եք, շատ բացասական հոսք եկավ ձեր հանդեպ, ձեր նկատմամբ, ձեր ընտանիքի ամեն ինչի։ Այ դուք ոնց եք պաշտպանում ձեր ընտանիքը, չէին թողում օրինակ երեխաները համացանց մտնեն կամ կոմենտներ չէիք կարդում, ձեր հոգեվիճակը ինչպիսին էր, անձամբ ձերը, ոչ թե ամուսնումը ձեր։ Մի օր փոքր աղջիկս եկավ ու հարց տվեց, որ ինձ պատասխանը չգտանք ու շատ այդ միջև գնալն էր, որ եկավ ասաց պապա ինչի են գրում որ դու թուրք ես, ասենք այնքան sense ցավալի էր ու դու ինչ բացատրես 8 տարեկան երախուն, որը ոնց որ ունի իր մեջ արդեն որոշակի ինֆորմացիաներ ու չի հասկանում ինչա կատարվում եւ այդ շրջանում երբ որ ստեղ ենք իրոք այդ ալիքը շատ մեծ էր որ կոնկրետ դուրս էիր գալիս
այն վիճակը, երբ որ դու միջև այդ միշտ ունեցել ես հասարակության կողմից այդ շփիթները ստեր ինքը շատ հաճելի բան է, ու մեկ է զգում ես, որ գնում ես ինչ որ սա քեզ այնց են նայում, բայց երբ որ հասկանում ես, որ դա օթից չի եղել, քո կոնկրետ քայլերը քեզ բերել են դրան, ու ոչ թե տենց գլուխդ փակում ես, ասում ես ամեն ինչ էս է, հասկանում ես, որ դա քո քայլերի արդյունքն է եւ դու պետքա պատասխանատվություն կրես եւ ոնց որ ասում եմ բաց դեմքով կարողանաս պատասխան տաս, որովհետեւ դա ինչ որ սխալ քայլերի հերթականության արդյունքներ, որը որ եսի սկզբանե ամուսնուս ասում է, եթե դու մտել ես այդ դաշտ, դու ուզում ես քաղաքական գործիչ դառնաս, ասում ես, չէ, ասում եմ, ինչի դա պետք է։ Հոգիս, չգիտեմ, ինչ որ sense խառը բաներ է։ Լինում է մարդու կյանքում ու որը որ ճանապարհ է, որը եթե չլիներ, այսօր այդ գիտակցությունը իր մոտ չլինի, ինքը չէր կարող կարևորել, թե ինչի հետևից է գնում եւ ինչ պետք է անի այս կյանքում։ Դրա համար երբ որ ուղղակի պետք է հասկանաս, որ դու սխալ ես եղել։ Ես հիմա երբեմն նայում եի, որ ուղղակի այդ քաղաքական դաշտի մասին տենց չեմ ուզում խոսալ, բայց ես ինքս էլ իմ սխալը եւ որի համար ասենք ես չգիտեմ, պատասխան կրեցի 5 տարի մնալով հեռու իմ սիրած աշխատանքից, կարող է 5 տարվա մեջ եթե այդ ամեն ինչը չլիներ, ես հիմա չգիտեմ, ինչ որ շատ ավելի լավ տեղեր հասած լինեի։ Բայց պետքա բաց ճակատով ասես, այո, այդպես էր ու փորձես ոչ թե փախնել, այս դեպքում փախուշ չէր մերը։ Պարզապես զուտ պետք էր, երբ որ դու հասկանում ես հիմա չես կարող ոչինչ անել եւ չես գնալու անընդհատ արդարանաս կամ չգիտեմ ինչ նույնիսկ բայց եղել այդ պահը, որ հրաապարակայնորեն ներողություն է Սարգիսը խնդրել, բայց այդ դեպքում ավելի շատ քո մեջ է խնդիրը, դրա համար պետքա զուտ այդ պահին այդտեղից գնաս, հանգստանաս, մաքրվես, գիտակցես ու հետո ըստ դրա արդեն հասկանաս ուր ես ուզում գնաս։ Ցավոք սրտի Հայաստանի դժվար օրերը 2020 թվականով չսահմանափակվեց։ Դեռ առջևում էր 21 թվականը, 22 թվականը, 23 թվականը։ Այդ օրերին իհարկե Սարգիսը լուռ էր, արդեն չէր արտահայտվում, բայց հետաքրքիր է ինչ էր կատարվում իր մեջ, որովհետև հենց այդ նույն ցավի պատճառով ինքը գնաց։ Լուռ էր, այդ լռությունը անտարբերության նշան չէր, որ իրականում ինքը ամեն օր եղել է այդ ամեն ինչի մեջ, ամեն առավոտ նույնիսկ արդեն պահ կար, որ ես արգելում եմ, ասում եմ դա խանգարում է, որովհետև դու ֆիզիկապես ստեղ ես, բայց հոգիդ չգիտեմ որտեղ է, ինչ է։ Ուղղակի ոնց որ դա ճանապարհ էր, որ պետք էր անցնել ու պետք է դու ինքդ քեզ հարստաս որպես մարդ, որպես հայ, որպես քո մասնագիտությունը կրող, ինչով կարող ես դեպի ավելի լավը տանել, այլ ոչ թե նստես այդ ցավի մեջ դու ինքդ էլ դառնաս այդ տառապանքի մի մասնիկը, որը որ իմ կարծիքով ցավոք սրտի այդ շրջանում հնարավորինս ինչքան որ ես կողքից ընկերների հետ խոսելով հասկանում եմ, որ տպավորություն էր, որ այդ կոնկրետ այն ինչ որ կատարվել էր, այդ դասից ոչ թե մարդիկ ուզում են դուրս գան, որովհետև արդեն ինչ որ եղել է։ Այսինքն պետք է հասկանաս ոնց այդ ամեն ինչից դուրս գաս ու գոնե հնարավորին ես ինչ որ մի լավ լուսավոր կետ գտնես, գնաս դեպի դա, որովհետև չես կարող փոխել անցյալը կամ իրողությունը։ Ու այդ ժամանակ իրոք այդ հոսքը զգացում էր, որ այդ տառապանքի, այդ չարության նեգատիվի, որը անդադար երկար երևի ժամանակ դեռ ընդեղ էլ մենք այդ ամեն ինչը զգում էինք։ Հետո միտեղ գնում ես, չգիտեմ, մի հարցազրույցա, մի բանը, մի փոքր sense լեզվի սայթակում մեկ էլ այդ ալիքը գալիս է։ Ուղղակի պետք է կարողանաս կարծում այդ դարպասները դնել ու հասկանալ, որ ինչքան էլ մենք բոլորս հասարակական էակներ ենք, բայց չպետք է թողնես, որ այդ ամեն ինչը մտնի քո ընտանիք, որովհետև իմ համար հայրենիքը դա իմ ընտանիքն է, երբ որ դու ուտեղ խաղաղես ու լավ ես, ուրեմն ինչ որ մի լավ բան արդեն քո հայրենիքի համար արել ես։ Փորձեցին կենտրոնանալ ավելի մեր ընտանիքի, մեր երեխաների, մեր անելիքի վրա, որն էլ որ այսօր բերեց այստեղ։ Իսկ ձեր մեջ մեղքի զգացում եղել է այդ ընթացքում, որ հիմա դուք Հայաստանում չեք, օրինակ 23 թվականին, երբ Արցախը հայաթափվում էր, էլի վատ վիճակ էր, ձեր մեջ օրինակ եղել է մեղքի զգացում։ Մեղքի զգացում չի եղել, որովհետև հնարավորինս հիմա չեմ ուզում փակագծերը բացել, ինչը որ մեր հնարավորությունների մեջ էր, լուր ամենձև փորձել ենք աջակցել ու հասկանում ես, որ այդ խնդիրը դու չունես, որ քեզ դնես փրկիչի տեղ, որ ինչ-որ բան դու պետք է փոխես կամ ինչ-որ մեկին պետքա փրկես, այլ ուղղակի լուր անում ես այն ինչ-որ որ դու կարող ես ու քո սահմանների մեջ է, թե զուտ ուշադրությամբ, թե ֆինանսապես, թե խոսելով ու չեմ կարծում, որ
այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ամեն մեկ ունի իր խնդիրը ու պատճառը, որ լքում են հայրենիքը, շատ այդ մեղադրական բանն է, որ դուք թողեցիք, գնացիք, բայց պատմությունը ցույց է տվել, որ շատ ու շատ դեպքերում դրսի ապրողները կրկնակի եռակի թե ֆինանսապես, թե հոգեպես, թե զուտ հայի տեսակը պահելով ավելի շատ բան են արել, քան այն նրանք, ովքեր նստած իրենց հայրենիքում եւ ասում են ամեն ինչ վատ է եւ դուք մեղավոր եք, որ դուք գնացել եք։ Հիմա եկեք հասկանանք ով է որտեղ ավելի մեղավոր։ Դե Հայաստանում էլ մտածում են ինչի են Հայաստանից դուրս քննադատում այստեղի արած չարածները։ Դա հենց դա դրա համար այդ քննադատությունները չպետք է լինեն, որովհետեւ ամեն մեկը թե մնացողը թե գնացողը ունի իր խնդիրը։ Թող յուրաքանչյուր ինքը իր մեջ հաշիվ տա, ինչի անում եւ ինչքանով են բարի այդ նպատակները, ես կարծում եմ այդ դեպքում այս կյանքը շատ ավելի բարի ու թեթև կլինի։ Իսկ այնտեղ ոնց ընդունեցին ձեզ։ Էլի ճշտում ճշտում այդքան սրտաբաց։ Հա։ Նայեք, որ միշտ էլ այդ 50-50 այդ սև ու սպիտակի կարծում խնդիրը միշտ էլ կա։ Բայց ինձ համար միշտ դա կարևոր չի եղել, թե ոնց են ընդունում, կարևոր է եղել, թե մենք ոնց ենք։ Դա եսասիրություն չի, դա ուղղակի քո ընտանիքը պաշտպանելու մեծ ձգտումով, որովհետև իրանք ինտան մեջ չեն։ Ես ավելի շատ մտածում եմ տան ներսի մարդկանց մասին, թող ինչա մտածում եւ ինչա զգում, այլ ոչ թե ինչ որ մեկը ինչ շատ սիրում է, թե ատում է։ Քանի որ մեր Հայաստանը շատ փոքր է, ամեն մի խոսակցություն այնքան շուտ է, չէ՞ գալիս, տեղ հասնում։ Այսօր առավոտյան չեմ ասի իհարկե ինչ պայմաններում, բայց խոսում էին ձեր մասին։ Բադ հիացած։ Իմիջայլոց կներես խոսքդ ընդհատում եմ, այսքան սեր, այսքան հատկապես ես մի քիչ իմ տեսակով sense հանգիստ մարդ եմ, որը կողքից դիտարկվում է որպես սառը եւ ինքնավստահ, ինքնագոհ, որի հետ էլի ես կռիվ չեմ տալիս ու չեմ էլ երբեք փորձել, որ ավելի ջերմ լինեմ կամ ավելի լավ, որ ինձ ավելի սիրեն, ընդհակառակից միշտ դուր է եկել։ Գալիս է Սարգիսի հետ են ուզում խոսան շփվում, ես sense կողք եմ գնում, դա այլ կերպ է դիտարկվում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է, մենք քայլում ենք, նախ երեխաներին են ավելի շատ ճանաչում, որը ինձ համար ասում են, բայ Էվայի, Յանայի մաման ասում վաու։ Ու տենց հատկապես վերջին հարցազրույցից հետո նախ ահռելի այնքան նամակներ են գրել ու շատերի մոտ այդ ցանկությունն է, այն ոնց որ sense կպել ես իրանց սրտին, որ տոմսեր են նկարել ուղղակի ինձ համար են, որ ես չէի պատկերացնում, դու ուղղակի անկեղծ կիսվում ես քո որոշումով, քո զգացողությունները, այո, ու շատ հաճելի է, եթե թեկուզ ասենք 1000-ից մեկը մեր օրինակով ու հետո գրվում մի հատ ասեք ինչ եք զգում, ոնց է այդ ամեն ինչը դու կարաս ինչ որ բան փոխես, ես կարծում կարող եմ ասեմ, ուրեմն իմ կյանքը ստացվել է։ Հետաքրքիրը գիտես ինչու՞մ է, որ քեզ են շատ սիրում։ Լուրջ։ Այո։ Տպավորությունը հետաքրքիր է, օրինակ ովքեր չեն ճանաչում քեզ, միշտ ասում են դե սառնա, գոռոզա, մեծամիտ է։ Այս խոսակցությունները միշտ կա, Սարգիսը դե ավելի բաց է, չէ՞, դե իր խոսքով, ազդեցիկ խոսքով։ Հետաքրքիր է, որ հիմա ասում են Մանոն հրաշալի կին է, ու ասում են ինչ լավ մայր է ու ինչ լավ է դաստիարակում իր երեխաներին։ Ու ես որ կողքից լսում եմ, դե իհարկե լուր էի, չէի, ես էլ ուղղակի կողքից էի լսում, ասում եմ, ինչ լավ է, չի, ու պատահական ոչ մի բան չի լինում։ Այսօր մեր հանդիպումը պետք է լիներ ու ես կողքից դա միևնույնն է լսում էի։ Մասը համաձայն ես իրանց հետ, թե չէ։ Ես միշտ եմ համաձայն եղել, որովհետև մինչև ձեր գնալը հետաքրքիր է, մենք շատ միջոցառումների շրջանակներում հանդիպել ենք ու երբևիցե հարցազրույց, երբ որ օրինակ ուզեցել եմ, հա, վերցնել, եւ մերժում չեմ ստացել, երբևիցե, ու շատ միջոցառումներ մանկական եղել է։ Հետաքրքիր այդ մանկական միջոցառումներից հետո արդեն անցում կատարենք աղջիկներին, աղջիկները շատ բուրըն կյանքով են այստեղ ապրել, որովհետեւ անընդհատ խմբակներ, մոդելային չէ, ինչ որ մի շրջան կարիերային ծավալում եւ գնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վայ, խեղճ երեխաները։ Ես խեղճ մանո։ Գիտես ոնց երևի ամենասենց բացասական ազդեցությունը Յանայի վրա ընկավ, որովհետև ինքը քանի որ շատ նման է Սաքոին եւ իր մոտ ավելի շատ էմոցիաներն են, իր համար իրոք շատ ստրեսային էր, նույնիսկ այս վերջերս հիմա որ սենց իրան շատ լավ ազգում ոնց որ ձուկը ջրում, Սաքոն միշտ ասում է Յանայի առաջ շատ մեղավոր ենք, որովհետև իրոք ինքը կյանքի են փուլում էր նախ այդ ակտիվությունը, հայտնիությունը ինքը sense հասել էր միտեղ, որտեղ sense իր երազանքները արդեն ամեն ինչ ընթացքի մեջ էր ու տենց ոնց որ այդ ծաղիկը sense հողով ամեն ինչով sense պոկում ես, տանում ես դնում անապատում, ասես հիմա դու ստեղ պետքա լինես
ու իր մոտ շատ դժվարություններ եղան եւ հոգեբանական եւ շրջապատի հետ կապված եւ դպրոցի հետ կապված եւ ընտելանալու հետ կապված եւ մեր երկուսիս հարաբերությունների մեջ, բայց իհարկե այդ ամեն ինչը իր հետևանքը թողել է, բայց մենք էլ հնարավորինս ոնց որ ամեն ինչ արեցինք ու հիմա էլ են ոնց որ տեղեր կա, որ sense հասկանում ենք ոնց որ նույնիսկ այն ինչ որ ուներ sense քիչ-քիչ սկսում է հետ գալ ու ոնց որ sense խիղճդ հանգստանում է, որովհետև դա շատ դեպքերում ուզես թե չուզես երեխաները ճակերտավոր դառնում են ծնողների որոշման զոհը, բայց երևի դա էլ իր ճանապարհն է, որ ինքը պետքա անցներ։ Դժվար էր էմոցիոնալ առումով, բայց երբ որ նայեք ընտանիքում այդ խաղաղությունը կա ու դու անընդհատ դու ինքդ էլ մի հատ իրան ստրեսի վրա քո ստրեսն ու դժվարությունը չես բերում, մենք այդ ընթացքում այնքան միաբանվեցինք ու տենց հարմար չէ, շատ էինք անընդհատ իրար հետ ճանապարհորդում, այստեղ գնում, ոնց որ այդ զբաղվածությունը օգնեց, որ այդ հոգեբանական ճնշումը հնարավորինս ավելի արագ անցնի։ Մի հատ շատ լավ բառ կա, իմ սիրած ռուսերեն ասում է через ад надо проходить быстро։ Դա հասկանում ես, կա խնդրեմ, ոչ թե պետքա տենց դրա մեջ, բայց այմոն մի պահ կար ինչ ա եղել, ոնց է դպրոց երեխեք սաղի հետ յանան սենց խնդիր ուներ, հետո հասկացա ինչքան ես փորձում այդ խնդիրը լուծեմ, այդքան այդ խնդիրը մեծանում է, դրա համար որ հագնվելու հետ կապված իրար հակառակվում էինք, ես ուզում էի ինքը նենց լիներ, ոնց որ ստեղեր ինքը մերժում էր, ինչ որ Երևանի հետ կապված էր, երկելը, ապարելը, ասենք մի երեխա որտեղ այդքան ակտիվ է, այս չեմ ուզում, այն չեմ ուզում, իմ համար որպես մայր շատ ահավոր էր, բայց հասկացա, որ պետքա թողնես իրան, ինքը հիմա ուզում է այդ վիճակում լինի ավելի սենց իրան չնկատեն, ինքը ուզում էր սենց մազերը թափում էր դեմքին, որ ես չկամ, ես ոչինչ չեմ տեսնում, ինձ ոչ մեկ չի տեսնում։ Ոնց որ թողեցի ինչ որ մի ժամանակատված ինքը այդ իրավիճակի մեջ եկա, հետո փորձելով տենց հանգիստ սենց մինչև որ ինքը իրանով հասկացավ։ Չնայած շատ բաներ վստահ եմ, որ այդ ընթացքում կորցրեց ինքը այդ իր սենց ահա որ բաց լինելը, ինքը սենց հիշում եք ինչ ձև էր, հիմա մեկ-մեկ վիդեոներ ասում վախես Յանուկին ոնց եմ կարոտում, սենց մի ասա, տենց այդտեղ կարոտում եմ այդ իր բացությունը։ Հիմա շատ է կոմպլեքսները։ Դե տարիքային խնդիրն էլ կա եւ ազդեցությունը եւ տարիքը, բայց վստահ եմ, որ Երևանում այդ ամեն ինչը ավելի ոնց որ դեպի դրականը կգնա։ Վերջին հարցազրույցից հետո ապշած եմ, իսկապես Յանան ինչքան է մեծացել ու ինչ գեղեցիկ լեզվա մտածողություն ունի, ինչքան սիրուն է հայերեն խոսում, մտածված, չափազևած, որ ես հիշում եմ ինձ փոքր ժամանակ իր տարիքում, հաստատ ես այդ մեկ նախադասությունը չէի էլի կարող կազմել, ինչքան գեղեցիկ է խոսում։ Ու հետաքրքիր է նաև քո եւ Սարգիսի ծնող լինելը, որ դուք մեծի տեղ եք ընդունում երկուսին էլ։ Եվ Էվային եւ Յանային իրենց խոսքը հաշվի եք առնում, լուր լսում եք ինչա խոսում, չէ՞ թեկուզ կարող։ Մենք էլ ենք, ես այդ օրը զարմացել էի, որ ինքը տենց ու ես էլ մի անգամից հիշեցի այդ իր տարիքում, ինչ որ ինքը խոսում էր, ես կիլոմետրերով հեռու էի, այսինքն դա երևի ամերիկյան ազդեցությունն է ավելի, որովհետեւ քանի որ այնտեղ կա իրոք դպրոցներում որպես անհատ մոտենալը եւ անկախ ամեն ինչից 2 տարեկան երեխան էլ իրավունք ունի իր կարծիքը ասելու եւ դու պետքա լսես, այդ ընտեղի ոնց որ sense լավ պլյուսներից մեկն էր ու շատ դեպքերում իրենք դպրոցից օրինակ ասում են, այսինչը sense պետքա, դու չես կարող ինձ ասել, որ ոչ չեմ կարող քեզ ասել, բայց հասկանում ես, որ դու ուրիշ մտածելակերպի մեջ ես ու դու պետքա փոխվես, ոչ թե դու իրան պետքա փոխես։ Ու այդ անկախությունը Յանան մեր տան մեծն է, այսինքն նույնիսկ քանի որ մենք ամուսիններով ունեինք լեզվի խնդիր, իսկ ինքը շատ sense ճկուն ու արագ կողմնորոշվող է, ասենք sense հիմնական հոսանքի հետ կապված միջև ինչ որ միտեղ հյուրանոց վերցնելու ամեն ինչի ինքը դեռ 9-10 տարեկանից ինքը հեռախոսը կվերցներ մեր փոխարեն, բանկ կզանգեր, կաներ են կաներ ու տպավորությունը որ ինքը մեծն է։ Երևի դա էլ երևի բերել է նրան, որ իրականում ինքը շուտով էսա կդառնա 15 տարեկան, բայց ինքը իմ համար հասուն գիտակից աղջիկ է, որ շատ դեպքերում նույնիսկ ասում եմ, որ Սարգիսը դե առանց մեզ ասելու գնացել է Տոմսը առել է, ինքը առաջինը Յանայի հետ է խորհրդակցել։ Ինքը իրանք երկուսով գիտենք, մենք երկուսով օթում թռնողներս չգիտենք։ Հա, ինքը շատ ռեալ նույնիսկ եթե կոնֆլիկտ կարող է մեր մեջ լինի, ես կարող եմ գնամ Յանային ասեմ, Յանա գնա պապայիդ հետ խոսա, ստեղ ստաս։ Ու ինքը կխոսա ու Սարգիս իրան կլսի, որովհետև մեծի պես կբացատրի, կասի, պապա, դու ստեղ սխալ ես։
ոչ, մաման տենց, այսինքն հստակ ոնց որ դատավոր է լինի, ու նույնիսկ հիմա որ մասնագիտական ուզում ենք հասկանանք որտեղ ինչ բան, ինքը ավելի արվեստն է շատ սիրում, բայց իր մոտ է ձիրքը կա, որ սենց ամեն ինչ սենց հստակ դնելու տեղը, ասի դուստեղ, ինքը կարասի մամա դու հիմա նստում ես, պապա դու գնում ես այնտեղ, Էվա դու ոչ մի բան չես կարող անես։ Շատ լավ սենց բնավորության գիծ է, էլի ունի այդ լիդերի բնավորության գծերը իր մեջ։ Էվան ավելի շատ քեզ է, չէ՞ նման։ Էվան իմ ավելի կատարելագործված տեսակն է, ինքը համտեղում է, համտեղում չի։ Շատ ինքը հանգիստ է, շատ ներդաշնակ եւ հարմարվող ոնց հասկացել եմ։ Ինքը ավելի շատ ոնց որ լուր է, շատ դեպքերում միգուցե չի հարմարվում, այդ լռության մեջ է, որ իր մեջից է շատ դժվար է հասկանալ, ինչը քեզ դուր չի գալիս հիմա, իրան ավելի դժվար է։ Յանան խնդիր չունի, իր մոտ մի քիչ էմոցիոնալ ավելի դժվար է, այստեղի քանի որ ինքը որ սենց ավելի սենց հանգիստ խաղ է, այստեղ թե դպրոցում շատ են իրանից պահանջում, ինքը սիրում է սենց անդադ սենց կոմֆորտ զոնայի մեջ լինի, բայց էլի ոնց որ այնտեղ փորձում ենք ժամերով եւ Սարգիսյանն Էլենորը թուղթը գրիչը բայց լա ինչն է վատ, ինչ ունես, ինչ չունես, սենց հետո եկե Էվան հասկանում է որ ամեն ինչ լավ է իր մոտ, տրամադրությունը փոխվում է։ Անցումային շրջանները չէ դրա հետ է կապված փոփոխական լինելը, տրամադրության անկումը, բարձրացումը։ Դա պետքա ծնողը, ինձ թվում է ծնողը պետքա հասկանա ու ավելի շատ չպահանջի, հասկանա որ ամբողջ թե ֆիզիկական, թե հոգեբանական դաշտում ամբողջ մի ոնց որ վիճակ է փոխվում փոքրից դեպի մեծ ու պլյուս դրա հետ մեկտեղ մի հատ է երկիր ես փոխում, ուղղակի ծնողը պետքա տեղում լինի եւ ուշադիր, բայց քանի որ շատ դեպքերում արդեն ծնողների խնդիրներն էլ այնքան շատ են, մի հատ է կողքից երեխան են, որ ասում են դուստուս մնա չեն ուզում ու դրա համար հետո շատ ու շատ խնդիրների առաջ են բախվում։ Քանի որ մեր հաղորդումը կոմենտների մասին է, ես առանձնացրել եմ մի քանի կոմենտներ եւ կոմենտների ընթացքում արդեն նոր կոմենտներից, թե 5 կոմենտներից նոր իդեպ։ Այո, 5 կոմենտներից չեմ հանել, թարմ, տակ բերել եմ։ Ես առաջարկում եմ ջուր խմենք, զովանանք ու անցնենք առաջ։ Մեր ջուրը եկավ։ Ես հաստատ ջուրա ինչ եք որոշել, չէ՞ ինչ որ փորձության եք, որովհետև ես դուք խոսում եք, ես հասկացա որ ինչ որ մի բան պետք է լինի, բայց չհասկացա ինչ։ Քանի որ Մանոն նոր է եկել Հայաստան, շատ բաներից ետ է մնացել։ Խնդրեմ փորձի գազավորված ջուր է, իսկապես ջուր է։ Գազավորված ջրի սիրահար ես դու։ Ահա։ Բայց հավանեցիր։ Լավ։ Այս ջրի ֆենոմենը զուտ կայանում է նրանում, ինչու ենք մենք խոսում, որ սա սովորական ծորակից եկող ջուր է, ոչ թե շշալցված ջուր է։ Այն մենք ծորակը բացում ենք, ջուրը լցնում ենք եւ բերում ենք։ Որտեղ է։ Այ Դավիթ Անհախտինը հասցեում գրոհե մասնագիտացված կենտրոնն է, United Technical Service-ը, որը գերմանական պրեմիում դասի գրոհե սանտեխնիկայի պաշտոնական ներկայացուցիչն է, եւ այնտեղից կարող են ձեռք բերել, իսկ եթե on-line shop-ը ծորակը, թե ջուրը, ծորակը ջրով։ Այո, իհարկե բացի այս ծորակից այլ ծորակներ կա, մի խոսքով ամեն ինչ կապված է սանտեխնիկայի հետ, եւ ովքեր on-line shop-ի սիրահար են, կարող են արդեն րոպեների ընթացքում shop գրոհեկետեն մտնել եւ այնտեղից գնումներ կատարել։ Հենց հիմա ուղարկեք Սարգիսին։ Եվ զեղչի քարտ են փոխանցել։ Կարող եք գնալ հենց այս ծորակի վրա էլ օգտագործել ձեր զեղչը։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop գրոհեկետեմ։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Միացյալ Նահանգներում ես վստահ եմ ինչքան համեղ ծովամթերքներ եք կերել անթիվան համար, բայց ես առաջարկում եմ, եթե այստեղ էլ ցանկանաք ծովամթերք ուտել, ոչ միայն ծովամթերք, համեղ խորտիկներ, խմել իսկական գերմանական գարեջուր, այցելեք մեր գործընկերոջ մոտ, Պաուլաներ գարեջատների ցանց, քարտ են փոխանցում եւ այնտեղ ձեզ մեծ սիրով սպասելու են, ընտանիքով միասին։ Ինչ շուշոթյուր կկանչեք, չէ՞։ Իհարկե։ Եվ ամենագեղեցիկ նվերը, որ կարծում եմ յուրաքանչյուր կնոջ երջանկացնում է, Ritual Beauty Salon-ը նվեր քարտ է փոխանցել։ Գեղեցկության հետ կապված ամեն ինչ
բոլոր ծառայությունները այնտեղ կան, պրեմիում դասի սրահեի դեպ եւ մասնագետները ոլորտի լավագույններից են, քեզ այնտեղ կսպասեն, խնդրում եմ անպայման օգտվել։ Անպայման։ Շատ շնորհակալ եմ։ Շատերը արդեն գիտեն մեդիա ասոցիացիա ընկերության մասին, քանի որ 5 տարի Հայաստանում չես եղել, բաց ես թողել։ Մեդիա ասոցիացիան ընկերություն է, ովքեր զբաղվում են մարքեթինգով, PR-ով, վիդեո արտադրությամբ, ֆիլմ արտադրությամբ եւ շատ հայտնի բրենդների ետևում կանգնած է հենց մեդիա ասոցիացիան, եւ ովքեր ցանկանում են իրենց բրենդը վստահել լավ, հուսալի մատչելի ձեռքերի, կարող եք դիմել հենց իրենց։ Մեդիա ասոցիացիա Թարմ կոմենտները բերել եմ։ Եվ իհարկե չէի կարող այս կոմենտը չկարդալ, որովհետև վստահ եմ դուք եք ամենից շատ այս կարծիքին բախվել։ Դեպորտից հետո մարդիկ միշտ էլ կարոտում են հայրենիքը։ Այդ դեպորտ բառը արդեն իրոք նախ մի բան եմ ես ուզում պարզել։ Որովհետև հարգելի ժողովուրդ, նոր տարվա սիրելի հայրենակիցներ, ես ում հասկանամ մարդու ուղեղի մեջ, օրինակ եթե թվացյալ դեպորտ լիներ, այսինքն չեմ կարծում դա այդքան տենց ամոթ բանա, որ մարդ պետքա սենց մեծ մի հատ թատրոն խաղա, այնքան որ թաքցնի այդ դեպորտը, ես չգիտեմ, եթե տենց բան լիներ, երևի հստակ օգտագործելով իմ բոլոր social մեդիայի հնարավորությունները, լավ ինձ PR կանեի, որը կարծում եմ բավականին սենց ակտիվություն կբերեր ու կասեի ինձ դեպորտ են արել, իմ էմոցիաների մասին կպատմի ու լիքը բաներով կարայի, չգիտեմ, օգտակար լինեի կամ զուտ հետաքրքրություն կարողանայի ներգրավել դեպի իմ անձը։ Բայց որ արդեն ասեմ ցավոք սրտի նմանատիպ բան չկա։ Ու ինձ համար իրոք շատ ցավալի էր, որ նույնիսկ մեր մտերիմ ընկերները, ովքեր այդ ընդհանուր process-ի մեջ շատ տեղյակ էին, մենք ուր են գնում, ինչ ենք անում, որ փուլի մեջ ենք, ասում էին, բայց հələ ճիշտն ասա, լուրջ ես դեպորտ, լուրջ չեք խափում, չէ՞, ձեզ դեպորտ չեն արել, որ ասում խնդրում եմ էլի, ասենք, լուրջ եք ասում, դեպորտ եթե հարածնենք, ասենք, այո, ասենք ինչ որ ավելին երևալու կամ տենց ճակերտավոր հայրենասեր երևալու կարիք չունենք մենք, որ ասենք դեպորտ են արել, բայց մենք ով էր հայրենիքը կարոտել, ենք հետ ենք։ Չէ, թե դեպորտ լիներ, ժողովուրդ կասեինք դեպորտ եղե եւ կարծում հիմա այնքան հեշտ է մի քանի զանգով կարողանալ հասկանալ ինչա ոնց է եւ չեմ կարծում, որ նմանատիպ բաները պետքա թաքցնել, որովհետեւ իրականում եթե մեր հետ լիներ նմանատիպ իրադարձություն, ես կարծում շատ ճիշտ կլիներ մարդկանց հետ կիսվել, գիտեք, ժողովուրդը սենց չանեք, որովհետեւ սրանից հետո կլինի դեպորտ։ Ահա, չկա նման բան։ Մի խոսքով բայց մեկ-մեկ նենց եմ ուզում ասում, ժողովուրդ հանգստացեք դեպորտ են արել։ Այս անոնսի մեջ չդնես։ Խնդրում եմ։ Արդեն գիտեի, չի ինչ եմ անել։ Վայ։ Լավ, այս անգամ չեմ անում։ Որպես հայրենադարձված։ Հիմա որ վերադարձակ Հայաստան, չեք վախենում, որ նույն բանը կկրկնվի նորից։ Կկրկնվի, այսինքն, որ ինչ-որ մի իրադարձություն կլինի, որը, նայեք, իմ ամուսինը շատ էմոցիոնալ է։ Ես ինչպես ասեցի, նորից կրկնում եմ, ես երբեք չեմ ասում երբեք։ Ու այդ նույն հարցը գալուց առաջ ես իրեն նստած եմ ասում, սա վերջն է։ Որովհետև մենք համ շատ տներ ենք անընդհատ փոխում, այդ փոփոխությունից ես իրականում արդեն շատ ցենց հոգնել եմ, որովհետև տես տպավորություն ոնց որ միտեղ չես կարում դու ամրանաս։ Ինքը ասեց չեմ կարա ասեմ Ամերիկա հաստատ չէ, բայց զուտ ոչ թե հարցը նա է որ թռի վռի մի ճպուր, այնքը սիրում է փոփոխություններ իր տեսակով, ես սիրում եմ ինքը իրան մարտահրավերներ, եթե ինչ որ բան լինի, չգիտեմ, ասենք, երբ որ դու քեզ չես գտնում, կամ կարող է, չգիտեմ, որոշում ես մասնագիտությունը փոխել, որոշում ես, չգիտեմ, ճանապարհորդես ինչ որ մի բան, ինքը սիրում է այդ անդադ տարբեր տեղեր լինելը։ Դրա համար չեմ ասում, սա վերջնական էր եւ վերջ։ Հայրենիքի հետ ոնց որ չեմ կարծում, որ մշտական, այսինքն չգիտեմ, իմ կողքը անկանխատեսելի մարդ է, բայց չգիտեմ, չի։ Լավ, դու ո՞նց ես ուզում, դու ինչ ես ուզում։ Ես խաղաղություն։ Տուն եմ ուզում, չէ մշտական։ Դե իրականում մայրիկս միշտ երբ որ երիտասարդ էր մի հատ բան էր ասում ու ասում մամա այս սախ քո պատճառով է որ ես այսօրն եմ ընկի ասում էր դու ում հետ պետք է ամուսնանաս որ դու չհոգնես որովհետև ես ունեի մի հատ շատ փոքր սենյակ այդ սենյակում 6 օրը մեկ ամբողջությամբ մահճակալը հնարավորինս բոլոր անկյուններով էի դնում
նկարները արդեն առաստաղից էի կախում, որ ես սիրում եմ փոփոխություն։ Ասենք չէ, մարդիկ կան նույն խոհանոցում, եթե բաժակը ստեղ է, բաժակը միշտ պետքա ստեղ լինի։ Մոտ մեկ բաժակը առաջի դարակում է, մեկ հետևի, ասենք, որ մամաս գալիս է, ասում ես չեմ կարող, ո՞նց է դու տենց հեշտ ամեն ինչ փոխում։ Ես ինքս փոփոխությունների սիրահար եմ, որովհետև այդ իմ համար ոնց որ տրեյնինգ է, ինքդ քեզ։ Շուշուտ տենց փոխում եմ, դրա համար էլ Աստված ինձ տենց մարդ է ուղարկել։ Ասում են ձեր ընտանիքին 5 տարի էր, պետք որ հասկանայիք ձեր տունը հայրենիքն է։ Դու չեմ կարող դա ոնց որ որոշակի ինչ-որ ժամկետային սահմանի մեջ դնել, բայց եթե տենց է եղել, ուրեմն այո։ Չեք զգում, որ վերադարձից հետո մարդիկ ձեզ դատում են։ Արդեն ոնց որ այդ հարցի պատասխանը ընթացքում ես արդեն տվեցի։ Նախ մարդիկ չեն իմ դատավորները, ես պատասխանատվություն եմ կրում առաջին հերթին Աստծո առջև եւ իրանց դատելն ու չդատելը եւ որոշել ես ճիշտ եմ արել, թե սխալ եմ արել, դա իրանց խնդիրը չէ։ Եթե կա մեկից ում դատաստանից ես վախենում եմ, բայց նույնիսկ այդ վախ ասվածի մոտ չկա, որովհետեւ Աստծուց չեն վախենում, այլ ուղղակի փորձում ես լինել ճշմարիտ այդ գիտակցության եւ այդ հավատքի մեջ։ Թող ինքը որոշի։ Հիմա տես ինչ են հարցնում։ Սարգիսի համար գնացել էիր, Սարգիսի համար վերադարձար։ Բա դու Մանո ջան, ինչ ես ուզում դու իրականում։ Խեղճ Մանո, ես ուզում եմ, որ իմ ընտանիքում լինի խաղաղություն։ Եվ եթե այսօր Սարգիսի համար է, վաղը մյուս օր չգիտեմ, կարող է Յանայի համար լինի կամ Սարգիսը իմ համար լինի, կարևորը ինձ համար որպես մարդ, որպես կին, իմ ընտանիքի ներքին խաղաղությունն է, ու ես կգնամ այնտեղ, որտեղ որ իմ ընտանիքը իրան խաղաղ է զգում։ Սպառիչ պատասխան։ Այո, դե գնացեք։ Հիմա շատ ուժեղ կոմենտ է։ Սարգիսը ճնշված, Մանոն հավատարիմ, շատ ուժեղ PR է։ Իրականում շատ դեպքերում, երբ որ դու կիսվում ես քո առօրյայով, որը որ ինչ որ չափով նաև աշխատանք է, հա, դիտարկվում, բայց չգիտեմ մարդիկ կհավատան թե չէ, արդեն դա իրանց ներքին խնդիրն է, այդ դերասանություն ասվածը մեզ մոտ չեմ ասում 100, մի կարող է տենց մի 5%, այսինքն ցույց չենք տալի ոնց ենք իրար հետ կռվում, բայց մենք կռվում ենք իրար հետ, լիքան համաձայնություններ ենք ունենում, թո երբեք այդ տպավորությունը չլինի, որ մենք տենց իդեալական, ես տենց իմաստուն կին, Սարգիսը չգիտեմ, չէ, մենք նորմալ, սովորական մարդիկ ենք, ովքեր ունենում են խնդիրներ, ունում են անհամաձայնություններ, ունենում են իրանից նեղանալ եւ այլն եւ այլն, բայց այդ դեպքում կարեւորը թե դու ոնց ես այդ խնդիրների լուծումը տալիս։ Մեր ընտանիքում կա կարևոր մի հատ կանոն, մենքի գաղափար, ու անկախ ամեն ինչից, ով երբ ինչ էմոցիոնալ վիճակում, այնպես չի, որ ես էլ միշտ ստաբիլ կայուն իմաստության հրեշտակի թևերը, ասենց առած ասենց տանը խաղաղությունում չէ լինում, որ իմ մոտ էլ են ծայրահեղ վիճակն է լինում, այդ դեպքում ինքն է ոնց որ փորձում ավելի հանգիստ լինել, բայց դա լինում է շատ կամ չի լինում, շատ հազվադեպ։ Դրա համար Մանոն խեղճ չի բացարձակ, այստեղ արդեն պետքա խորանալ, թե ով է խեղճ։ Ուղղակի Մանոն գիտի ինչի համար է ապրում եւ ունի հստակ արժեքներ եւ գնում է այդ արժեքների հետևից։ Իսկ իմ համար մեծագույն կյանքի ձեռքբերումը եւ արժեքը դա ընտանիքն է, որը որ զուտ մենակ այդ բառով չի ասված, այսինքն դու պետքա բոլորս էլ կարող ենք հիմա շատ բոլորը շատ հիմա սիրուն խոսում են ամբողջ Instagram-ը գեղեցկությամբ, իմաստությամբ, այդ ամեն ինչով լցված է։ Իդեալականությամբ։ Հա, բայց ես միշտ չեմ ընկալում ու ընդունում այն մարդկանց, ովքեր խոսում են թե ընտանիքից, թե ծնող երեխա հարաբերություններից, դաստիարակությունից, կին-տղամարդ հարաբերություններից, բայց իրանք դա չունեն։ Իսկ ես չեմ ասում ես ինչ ունեմ, ժողովուրդը տեսնում է, նայում է, թո իրենք այդ գնահատականը տան։ Հարցնում են Մանոյի անունը տատիկի անունն է, ամբողջական Մանիկ է։ Չէ, իմ անունը Մանուշակ է։ Իրականում չէ, ոնց որ Մանո ես տենց դարձել եմ, բայց իրականում անձնագրով Մանուշակ։ Իմ ազգանունը, անունը եւ հայրանունը շատ տենց դժվարամարս էր։ Մանուշակ Սվաջյան Թորոսի, բացի հայրանունիցս մնացածը սաղ փոխել եմ։ Ու միշտ դպրոցում համ անունս էին աղավաղում, համ Սվաջյանով, համ Ավակյան էի,
ու միշտ այնց խնդիրեր ինքս ինքան տենց որ տենց հատուկ չի եղել, բայց տենց ես իմ երեխաների անուններն էլ հատուկ այնց անուն դրել, որ ոչ մեկ չփոխի, ոչ մեկ ուրիշ ձև չասի, դրա համար կարճ Էվա ու Յանա։ Ու երևի եզակի մարդիկ կան, ովքեր ինձ իմ ամբողջական անունով են դիմում։ Մեկը Սարգիսն է, երբ որ շատ լավ տրամադրություն է, ասում եմ Մանուշակս։ Ու տենց մի քանի մարդիկ, ու չգիտեմ, այդ անունը ինձ համար միշտ մի քիչ sense խորթ է եղել։ Տենց կողքից շատ էին ծաղրում էին, բան, ոնց որ ինձ համար sense discomfort էր, տենց դառա Մանու, բայց ասում են այդքան էլ լավ չի որ փոխում ես։ Բայց եթե փոխում ես, միգուցե փոխել ես ավելի վատ պատիլներ, ավելի լավ է, քանի որ Մանու անունը ինձ շատ հաջողություն է բերել լավ զգում, ուրեմն լավ եմ արել որ փոխել եմ։ Բայց իրականում Մանուշակ եմ։ Բայց ազգանունն էլ էր հետաքրքիր Սվաջյան։ Սվաջյան, հա, եզակի չլսվող ազգանունը։ Ապրես աղջիկ ջան, սիրեցի քեզ շատ, որ այդքան դրական ես տրամադրված ամուսնուդ դստեր ու նախկին կնոջ հանդեպ։ Բայց անկեղծ դա ոնց է այդպես ստացվում։ Ես անկեղծ զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, հա, անկեղծ։ Ու այս վերջերս մի քանի օր առաջ գնացել էինք Էջմիածին ու ինձ համար sense շատ զարմանալի հաճելի էր, որ հայր սուրբերից մեկը մոտեցավ ու ինձ ասեց բրավո քեզ աղջիկ ջան, որ դու նմանատիպ մտածելակերպ ունես։ Նախ զարմացա, որ հարցազրույցն էին նայ, նախ զարմացա, որ այդ տեսակի մարդ է ինձ դա ասում, շատ sense հաճելի էր ու զարմացա, որ զարմանում են, որովհետև իրականում ես ոչ մի հատուկ բան չեմ արել, ինչ որ ջանք չեմ գործադրել, ուղղակի չեմ մտածում, որ ուրիշ ոնց պետք է լիներ։ Չգիտեմ, բրավո։ Իրականում շատ եմ սիրում Նարեին, անկեղծ սրտով ու գիտեմ, որ նույն ձև ինքն է ինձ սիրում ու մենք հիմա իր հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան երեխեք հետ։ Դերվի համ տարիքային վիճակն ու հա ու այդ այնքան քեզ օրհնություն է տալիս իրականում։ Նախ երբ որ դու զգում ես իր աչքերի մեջ ուրախություն կա, նախ երբ որ զգում ես ու չգիտեմ, որ չեմ էլ կարա բացատրություն տամ։ Դա տենց պետք է լիներ եւ վերջ։ Հիանալի։ Սարգիսը հեշտ մարդ չի երևում, բարդ է երևում եւ ապրիկինը, որ մեջքին այդպես կանգնած է։ Այդ բարդության դուք 20%-ն եք տեսնում։ Իրականում շատ բարդ է Սարգիսի հետ։ Դա արդեն ենթադրելի է, եթե անկեղծ։ Հա, բարդ է։ Իսկ թե ինչպես եմ ես կարողանում, հեշտ չի, բայց կարողանում եմ։ Երևի այդ ուժը, գիտակցությունը եւ իմաստությունը ինձ Աստված տվել է, որովհետեւ ես միշտ ի սկզբանե, երբ որ մեր պատմությունը սկսվել է եւ սկսվել է շատ դժվար, հիմա երբ որ ես մտածում եմ, թե իմ աղջիկները նույն ընտրությունը կատարեն, ես չեմ կարծում, որ ես իրանց կասեմ այո կամ կհասկանամ կամ կասեմ ես էլ եմ տենց եղել, որովհետեւ ծնող ես, ուզում ես ինձ լավագույնը լինի քո աղջիկա համար, դու չես պատկերացնում հետո ինչ ա լինելու, որովհետեւ մենակ այդ տվյալ մարդն է զգում, բայց դու էլ վստահ չգիտես, դու ինչ-որ զգացողության վրա է, բայց երևի եթե տենց է ստացվել, ուրեմն այնց չի, որ ես էլ շատ հեշտ եմ։ Դրա համար երևի ստացվել է, որ մենք մեկս մյուսին կարողանում ենք լրացնել եւ ես իր մեջ տեսնում եմ այն պոտենցիալը, որը ոչ մեկ չի տեսնում ու դեռ հələ ասում դու այնքան բան պետք է անես, հենց ինչ ասում շատ բաներ։ Ու այդ հավատի կարծում եմ կարևորագույն գործոնն է, նույն հիմա ինչքան շատ են չէ բաժանությունները, որն է պատճառը հավատն է կորել, վստահությունը, որ մարդիկ չեն հավատում։ Ու երբ որ ինչքան էլ ես կարծում դիմացնիդ ինչ սխալներ անում է, բայց երբ որ քո մոտ այդ ներսի ուժը, այդ հավատը կա, այդ դեպքերում շատ ու շատ խնդիրներ կարողանում ես հեշտությամբ լուծել եւ երբեք այլ տարբերակ չես փնտրում։ Երևի դա էլ է կարևոր, որ չես մտածում կարող է մեկ ուրիշը կամ չես կասկածում քո որոշման մեջ։ Հենց մի քանի օր առաջ Տաթևի վանքում էինք, երբ Հայր Միքայելը շատ կարևոր հենց ամուսնության մասին է հարցում, ասում որն է այն կարևորագույն հարցը, որ ամուսնանալուց առաջ մարդ պետք է իրեն տա։ Ասած ոչ թե հարցն, այլ որոշման խնդիրն է։ Այսինքն, երբ որ դու քո որոշման մեջ հստակ ես, բայց այդ որոշումը կայացնելուց պետք է հասկանաս ում ես ընտրել, ինչի համար ես ընտրել, ինչ արժեքային համակարգ։ Ուստեղ երբ որ դու ընտրում ես արժեքային համակարգով, այլ ոչ թե մարդու բնավորությունը կամ չգիտեմ իր ունեցվածքը կամ ինչ ինքը քեզ կարա տալ նույն արժեքների վրա եք դուք, դա երբեք կարծում եմ չի փլուզվում, որովհետև դուք իմ ու Սարգիսի միության կարևորագույն
ելակետերից մեկը արժեքահամակարգն է, որ երկուսս արժեքավորում ենք ընտանիքը։ Եվ Այստեղ պետք է ծափարություններ հնչեն։ մենք հստակ մոնտաժով կդնենք։ Այնքան հետաքրքիր կպա վերջին կոմենտը հիմա ես պետք է կարդամ, ու այնքան թեմայի մեջ է։ Սարգիսին եւ քեզ տղա երեխա է պակասում ու շատ կսազի, դեռ երիտասարդ եք, ինչի չեք ունենում։ Ես կարող եմ ասել իմ երազանքներից մեկն է, որովհետև ես միշտ եմ երեխա ուզում ունենալ։ Միշտ ես փոքր ժամանակվանից միշտ մտածել եմ, որ ես ծնվել եմ, որ ես մամա լինեմ։ Նույնիսկ որ ամուսնացել էինք, ես արդեն մի ամիս հետո սենց ստրեսի մեջ էի, երեխաս մեր պասի հլևոն, բայց նաև դրա հետ մեկտեղ, քանի որ շատ սենց հավատացյալ եմ իմ ներսից, եթե չգիտեմ ինչ ոչ մի առողջական խնդիր չկա, բայց ասեն ցանկությունը կա, ուղղակի զուտ երևի Աստծո կամոք կամ ուրիշ ավելի կարևոր անելիք ունեն կամ է դեռ ժամանակը չի, բայց ես միշտ երեխա ուզում եմ, բայց անպայման չի որ ավելի շատ աղջիկ եմ ուզում էլի, բայց ոնց որ կլինի Աստված առաջ։ Մանո շատ շնորհակալ եմ։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք, կարծում եմ։ Դու չես փոշմանը չէ որ եկել ես։ Բացարձակ։ Դեռ ուրիշ թեմաներ կա, ես քեզ ասեմ, որ նորից պետք է հանդիպենք։ Այո, ինչ շատ հետաքրքրում է, թե Իրոք կանաց այդ ինչի է թեման, ասեմ, շատ հետաքրքիր։ ինքս շատ խորը հոգեբանական եւ հիմա շատ արդի եւ խնդիր լուծող թեմա է։ Ես ինքս շատ եմ առնչվել ու քանի որ տենց հոգեբանության ամեն ինչի մեջ էլ հիմա սենց փորձում ավելի պրոֆեսիոնալ լինել, զգում ես, որ որտեղից է այդ կետերը սկսվում բաժանության։ Մենք պայմանավորվածություն ձեռք կբերենք եւ անպայման առաջիկայում մենք հենց այդ թեմայով զրույց կունենանք։ Ես հույս ունեմ, որ քեզ չնեղացրեցինք կոմենտներով։ Ես հեսա կլացեմ։ Չի ասի։ Ես կասեմ, խնդիր չկա, թող բոլորը արտահայտվեն, չգիտեմ, կարևորը նպատակը լինի բարի։ Եթե դուք գրում եք ինձ ցավացնելու համար, իզուր ժամանակ եք կորցնում։ Եթե գրում եք ինչ-որ ձեզ բանը հետաքրքիր եւ ուզում եք հասկանալ դա սուտ է, թե ճիշտ, կարող եք սուտ ուղիղ այդ հարցը տալ ու ես հավատացած եղեք, որ շատ անկեղծ եմ ու ինչ-որ տենց հատուկ բաներ թաքցնելու չկա եւ չենք խաղում մենք։ Բոլորը ասում են դուք ձեր սերը խաղում եք, ասում ենք չէ։ Ուղղակի ավելի փորձում ես գեղեցիկ դա ներկայացնել։ Հիմա ամեն ինչ ոնց որ կա, ոնց ենք տունը զարթնում, ինչ ենք անում, այսինքն շատ դեպքերում հիմա դա էլ կա, բայց ես մի քիչ էսթետ եմ իմ տեսակով, սիրում եմ ամեն ինչը սիրուն ներկայացնել։ Մի խոսքով մենք դեռ կհանդիպենք, վստահաբար արդեն ավելի հաճախ, շատ զրույցներ կունենանք, շատ ուրախ եմ, որ Հայաստանում եք։ Մի խոսքով ամենալավն ու բարին ձեր ընտանիքին։ Նույնպես շատ շնորհակալ եմ, որովհետև շատ հետաքրքիր էր զրույցը, կարևորը դուք կարողացար ստեղծել այն մթնոլորտը, որտեղ որ ես ինձ շատ անկեղծ ու ազատ էի զգում։ Մերսի շատ Ապրես։ Գրոհե։ Կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9։ Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։